են նայում ԵԱՀԿ-ի կենտրոնակայանում Վրաստանի նախագահությամբ ընթանում է ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի բացման նիստը, որի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդես է եկել ողջույնի խոսքով։ Անվտանգության համագործակցության ֆորումը հանդիսանում է կազմակերպության հիմնական որոշումներ կայացնող մարմիններից մեկը, որի գլխավոր նպատակն է ԵԱՀԿ շրջանակներում անվտանգության և կայունության ամրապնդումը։ Կառավարությունում իրականացված կադրային փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանը կքննարկի հաջորդ շաբաթ։ Երեկ հայտնի դարձավ, որ Մամուկամ Դինարաձեն լքում է պետական անվտանգության ծառայության պետի պաշտոնը և կզբաղեցնի պետական նախարարի պաշտոնը իրավապահ մարմինների հետ համակարգման ուղղությամբ։ Նա նաև նախարարների կաբինետում կստանա փոխվարչապետի կարգավիճակ։ Պետական անվտանգության ծառայության պետի պաշտոնում առաջադրվել է ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն, իսկ Աջարիայի կառավարության նախագահ Սուլխան Թամազաշվիլին կզբաղեցնի ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Նշվածի վերաբերյալ խորհրդարանը հաջորդ շաբաթ կհաստատի օրենսդրական փոփոխությունները։ Վրաստանի նախագահը աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ մասնակցել է տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովին։ Գագաթնաժողովում Միխեիլ Ղավելաշվիլին հանդես է եկել ելույթով։ Նա նաև քիչ առաջ հանդիպել է հյուրընկալող երկրի նախագահին և լրագրողների հետ ամփոփել այցի արդյունքները։ Ընդդիմադիր դաշինքում հակասությունները շարունակվում են։ Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցում պատասխանում է 8 կուսակցությունների հայտարարությանը, որոնք նախկին նախագահին մեղադրել էին դաշինքի սկզբունքները խախտելու մեջ։ Սաակաշվիլիի կարծիքով ընդդիմադիր դաշինքում իր նկատմամբ բարդույթ ունեն և դա այն դեպքում, երբ պետք է պայքարեին Բիձինա Իվանիշվիլիի դեմ, որպես հիմնական թիրախ ընտրել են իրեն։ Սաակաշվիլին նշում է, որ ինքը միասնության կողմնակից է, սակայն եթե այդ միասնությունը փխրուն է և գրաքննում է, ապա այն չի կարող ուժ ունենալ պայքարի համար։ Վրաստանում ամենամեծ աջակցությունը ես ունեմ և հենց դրա համար եմ ամենաշատ ժամանակը անցկացրել բանտում և ամենաշատն եմ դատապարտվել, գրել է Սաակաշվիլին։ Սաակաշվիլին նաև իր պատասխանում ուշադրություն է հրավիրում հասարակական խնդիրների վրա և ընդդիմության մի մասին կոչ է անում իր քննադատության փոխարեն կենտրոնանալ այլ ուղղությունների վրա։ Միխեիլ Սաակաշվիլին հիշեցրել է նաև անցած տարիները և ընդդիմության որոշ ներկայացուցիչներին մեղադրել Բիձինա Իվանիշվիլիի այսպես կոչված խաղի մեջ։ 2016 թվականին, երբ մեծ խումբ առանձնացավ մեզանից, ռեժիմը կտրուկ ուժեղացավ։ 2018-ին, երբ Բաքրաձեն մեծ հակակշիռ դրվեց և դա տապալեց ընդդիմության հաղթանակը նախագահական ընտրություններում, իսկ 2024-ին, երբ Իվանիշվիլիի կողմից Գիլաուրիին բեմ մտցնելը և նրա կողմից ծախսված $10 միլիոն անհնար դարձավ ընտրություններին մեկ ցուցակով դուրս գալը, գրում է Սաակաշվիլին։ Նշված հարցը գնահատականների թեմա է քաղաքական դաշտում։ Ազգային շարժումում նշում են, որ Սաակաշվիլիի դիրքորոշումը արժեքավոր խորհուրդներ էր պարունակում, իսկ իշխող թիմը շեշտադրում է դաշինքի անհաջողությունը, նշելով, որ այն հին նացերի միավորում է։ Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոր Լիլուաշվիլիի դատավարությունը։ Նիստում քննարկվում է ապացույցների թույլատրելիության հարցը։ Լիլուաշվիլիի դատապաշտպանի խոսքով գործը չպետք է փոխանցվի ըստ էության քննելու, քանի որ գործում առկա չէ ապացույց, որը կհաստատի Լիլուաշվիլիի մեղքը։ Պետական անվտանգության ծառայության նախկին պետին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու մեջ, ինչը նախատեսում է 11-ից 15 տարվա ազատազրկում։ Թբիլիսի քաղաքային դատարանը Ալեկո Էլիսաշվիլիին կրկին թողել է կալանքի տակ։ Խափանման միջոցը վերանայվել է այսօրվա նիստում։ Դատախազությունը միջնորդել է կալանքը ուժի մեջ թողնելու մասին, իսկ պաշտպանական կողմը պահանջել է այն վերացնել և որպես այլընտրանք կիրառել գրավ։ Ի վերջո դատավորը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը։ Նաև այսօրվա նիստում կողմերը ներկայացրել են ներածական խոսքերը։ Հիշեցնենք, որ Ալեկո Էլիսաշվիլիին արդեն մեղադրանք է առաջադրվել 2025 թվականի նոյեմբերի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում ահաբեկչական գործողության փորձի կատարման փաստով։ Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաների ծնողները մամուլի ասուլիս են անցկացրել։ Նրանց պահանջներն անփոփոխ են՝ պետական ծրագրի շրջանակներում իրենց երեխաների համար հասանելի դարձնել նոր դեղամիջոցը։ Ծնողները հայտարարում են, որ դեղը զգալիորեն կդանդաղեցնի հիվանդության զարգացումը։ Կայացած ասուլիսում ասվել է, որ այդ դեղամիջոցը երեխաներին հնարավորություն կտա մեծանալ, ապրել լիարժեք կյանքով և ունենալ ժամանակ ու հույս, որ ապագա սերնդի բուժումը լիովին կբուժի այս հիվանդությունը։ Ծնողները հայտարարում են, որ պահանջվող դեղամիջոցը հաստատված է FDA-ի կողմից և կիրառվում է Եվրոպայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլ երկրներում։ Ծնողների հայտարարությամբ կշարունակեն անընդմեջ բողոքի ցույցերը։
Բազմամասնագիտական թիմի ստեղծումը, որի կազմում գտնվող բժիշկները Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող հիվանդներին կանցկացնեն տարբեր պրոֆիլի հետազոտություններ, գործնականում արդեն որոշված է։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարը։ Ինչ վերաբերում է դեղամիջոցներին, Միխեիլ Սարջվելաձեն կոչ է անում բժիշկներին եւ ոլորտի մասնագետներին ծանոթանալ տվյալ դեղորայքների վերաբերյալ իրական տվյալներին եւ չստեղծել սխալ սպասումներ հիվանդների ծնողների եւ ամբողջ հասարակության մեջ։ Հիշեցնենք, որ Դյուշենի սինդրոմ ունեցող երեխաների ծնողները ամիսներ շարունակ բողոքի ցույցեր են անցկացնում դեղամիջոցների ֆինանսավորման պահանջով, իսկ առողջապահության նախարարի հայտարարությամբ պետությունը որոշում կընդունի հաշվի առնելով դեղամիջոցների անվտանգությունն ու արդյունավետությունը։ Իսկ ծնողների պահանջած դեղամիջոցների մի մասը նրա խոսքով չունի Եվրոպայի դեղերի կարգավորող մարմնի թույլտվությունը։ Թբիլիսիի քաղաքային տեսչության հնացած եւ բարձր ծախսատար ավտոպարկն ամբողջությամբ թարմացվել է։ Քաղաքապետարանը մայրաքաղաքի քաղաքային կարգուկանոնի համար պատասխանատու ծառայության արդյունավետ աշխատանքի համար ձեռք է բերել Toyota Magnish-ի ավտոմեքենաներ։ Տնտեսող եւ էկոլոգիական Եվրո 6 չափանիշին համապատասխանող տրանսպորտային միջոցները հանրությանը ներկայացրել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Ավտոպարկի թարմացման նպատակը մայրաքաղաքի բոլոր շրջաններում եւ թաղամասերում, այդ թվում անտառային եւ լանդշաֆտային հանգստի գոտիներում կարգուկանոնի պահպանման միջոցառումների հավասար եւ արդյունավետ իրականացումն է։ Նաեւ հանդիսանում է քաղաքային կարգուկանոնի ապահովումը, խախտումների նկատմամբ արագ եւ արդյունավետ արձագանքը, դրանց ժամանակին կանխումը եւ կանխարգելումը։ Նոր ձեռք բերված ավտոմեքենաների հետ միասին Եվրոպայի հրապարակում ներկայացվել է նաեւ մունիցիպալ տեսչության նոր ուղղությունը՝ մոտոտեսչությունը։ Ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը սկսել է Նարեկվավիմ-Ցխեթա երկաթուղային կայարանի ուղղությամբ մոտ 7 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհի վերականգնումը։ Նախարար Ռևազ Սոխաձեն տեղում ծանոթացել է շինարարական նախապատրաստական աշխատանքներին։ Ծրագրի շրջանակներում իրականացվելու է ճանապարհային ենթակառուցվածքի համալիր բարեկարգում։ Միաժամանակ արդեն ավարտվել է Ցխեթայի մուտքի հատվածում Քուր գետի վրա նոր կամարակապ կամրջի կառուցումը։ Նոր կամուրջը կառուցվել է այն հատվածում, որտեղ գործում 1926 թվականին կառուցված հին կամուրջը, որը այլևս չէր բավարարում ժամանակակից ծանրաբեռնվածությանը։ Մցխեթայում ենթակառուցվածքների զարգացումը ներառում է նաև քաղաքային միջավայրի բարելավում։ Մունիցիպալ զարգացման հիմնադրամը սկսում է Արագվի գետի աջ ափին բազմաֆունկցիոնալ զբոսայգու նախագծումը թատրոնի հարակից տարածքում։ Ծրագիրը նախատեսում է հանգստի, սպորտի եւ մանկական տարածքների, ինչպես նաև հետիոտնային եւ հեծանվային ուղիների ստեղծում։ Քանի որ տարածքը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանի բուֆերային գոտում, նախագիծը կիրականացվի համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ եւ միջազգային առաջարկությունները հաշվի առնելով։